Պատգամավորները գնում են աշխատանքի, ստանում են բարձր աշխատավարձ, հա, հարկատուների հաշվին, այսինքն մեր բոլորիս հաշվին, կռվում են իրար հետ, չգիտեմ, քաշքշում են իրար, բրբրթում են իրար, վիրավորում են իրար, վերջում թողում գնում են տուն։ Սա մեր ազգային ժողովի ընդհանուր պատկերն է։ Հիմա ով ասեց արա, ով ասեց հլես կողմ, ով ասեց այն կողմ, երկրորդական բան է դարձել արդեն։ Վարդան Օսկանյանը, ես կարծում եմ, տարիքից ելնելով եւ իր հնարավոր է իրավիճակից միգուցե ելնելով մի քիչ կտրվել է adekvatությունից եւ կարդացել եմ, նույնիսկ անդրադարձել եմ, գտնում եմ, որ իր հայտարարությունները զավեշտալ են ուղղակի։ Նման դեպքերում կամ լքում են քաղաքական դաշտը, կամ, չգիտեմ, քայլեր են ձեռնարկում։ Այդ մարդը համաձայն է, գիտեք, նստի տեղ, կան իր վրա գոռան, կան ինչ-որ քաշքշեն, կան ինչ-որ բաներ խոսան, հա, ինքն էս նստի։ Բա դուք ընտրվելուց ասում եք մենք օրը արև չենք տալու Նիկոլ Փաշինյանին։ Մստացվեց, որ օրել տվեցիք, արև էլ տվեցիք։ Բա դուք ինչ վստահ եք, որ ձեր հանրահավաքները հաջողությամբ կսակվի, որ մարդկանց ծեծում էին, ջարդում էին, ձերբակալում էին, ճակատագրեր էր խեղվում վերջով, մարդիկ ջահել գնացին ընկան, ասենք, ոստիկանություն, դատարաններ, քրեական գործեր։ Բարև իրավունք TV-ի տաղավարում հյուրընկալել ենք ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանին, շնորհակալություն պարոն Բաբայան հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Բաբայան, ընդամենը ժամեր առաջ մենք ականատես եղանք, որ ազգային ժողովում հերթական սկանդալներ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ինչը վերածվեց հերթական անգամ ընդդիմության եւ իշխանության միջև բախման, բանը հասել է նրան, որ Հակոբ Արշակյանն ասում է Լևոն Քոչարյանին, որ հեսա դուս կշպրտեմ քեզ այստեղից, արա։ Ինչ կասեք ընդհանրապես այն ամենի մասին, ինչ տեղի ունենում ազգային ժողովում։ Այսօր մեր քաղաքացիները կամ ընտրողները պետք է իրենք առաջերտին նայեն։ Ես, դուք կամ մեր գործընկերները, ովքեր այս տարիների ընթացքում պայքարի մեջ ենք եղել, մենք ամեն ինչ ենք տեսել։ Մենք շատ բան գիտենք, շատ բան տեսել ենք, շատ բան լսել ենք եւ շատ լավ պատկերացրել ենք մեզ ինչ է սպասվելու։ Հիմա նայեք, մեր քաղաքացիները պետք է հիմա արձանագրեն, հետևություններ անեն։ Ինչ է անում մեր ազգային ժողովը։ Նախ եկեք ավելի գլոբալ նայենք։ Պատգամավորները գնում են աշխատանքի, ստանում են բարձր աշխատավարձ, հա, հարկատուների հաշվին, այսինքն մեր բոլորիս հաշվին, կռվում են իրար հետ, չգիտեմ, քաշքշում են իրար, բրբրթում են իրար, վիրավորում են իրար, վերջում թողում գնում են տուն։ Սա մեր ազգային ժողովի ընդհանուր պատկերն է։ Հիմա ով ասեց արա, ով ասեց հլես կողմ, ով ասեց այն կողմ, երկրորդական բան է դարձել արդեն, որովհետև գիտեք, դա ոչ առաջի անգամն է, ոչ վերջի անգամն է, ոչ էլ կարծում եմ բան, էլի, այսինքն կոնկրետ գնահատական տալ, կոնկրետ դեպքին անիմաստ է, որովհետև այս վերջի 4 տարիները ապացուցեցին, որ այս խորհրդարանը, այն խորհրդարանն է, որը էլի եմ կրկնում, գնում են աշխատանքի, որ իրար վիրավորել, իրար բրբրթեն, չկա քաղաքական բացարձակ չկա քաղաքական բանավեճ, գոյություն չունի։ Ասում են Փաշինյանի արածներն ենք բացահայտում, դիմակազերծում ենք։ Փաշինյանը, երբ որ գալիս է պարլամենտ, ինչ-որ բաներ է խոսում, բավականին էմոցիոնալ, բավականին շատ անգամ դուրս գալով, հա, ընդհանուր էթիկայի նորմերից եւ տրամաբանությունից նույնիսկ, բայց ես չեմ տեսել այնտեղ պատգամավորներ, ովքեր դեմա առնեն այդ ելույթների։ Պատգամավորները անկախ ամեն ինչից սահմանադրությամբ առաջնային մանդատով օժտված պաշտոնյաներ են։ Իրենք բոլոր տիպի հարցերը կարող են տալ վարչապետին, բոլոր տիպի հարցերը կարող են տալ նախարարին, կարող են բանավիճել, կարող են լուրջ դեբատներ անցկացնել այնտեղ եւ ես զարմանում եմ, որ ամեն անգամ Փաշինյանի ելույթները ավարտվում են Փաշինյանի մենախոսությամբ։ Կան պատգամավորներ իհարկե կարող են մատերի վրա հաշվել, ովքեր
թե հետագա հարցազրույցներում կամ նույնիսկ հետագայում, հա, ամբիոնից ելույթների ժամանակ ինչ որ անդրադառնում։ Բան, բայց ասել անհայրենիք դավաճան ու հետո բանավեճեր ունենալ, արդյոք սա դե եթե դու բանավեճ, նայեք, դե դրա համար պետք է սենց հա շարժվենք։ Եթե դու գնացել ես այնտեղ, գոյություն ունի կանոնակարգ, գոյություն ունի ինչ որ մի հատ համակարգ, եւ դու այդ համակարգում ես։ Դու հանդիսանում ես Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանություն։ Եթե դու այնտեղ գնացել ես ու չես բանավիճելու, չես դեբատներ անցկացնելու ու չես կարողանում հեռացնել իրան ոչ մի ձևով, հապա դու գնացել ես այնտեղ ինչ անես։ Ավելա մանդատները դնես դուրս գաս կամ չգնաս։ Հետևաբար եթե գնացել է, իսկ ով ասել, որ բովանդակային առումով չի կարելի գործող իշխանությանը շատ ուժեղ խեղճացնել։ Այնքան ասելու բան կա, այնքան խոսալու բան կա, գիտեք, վիրավորելով ու ինչ որ տարբեր բաներ ասելով չի։ 10-0 պատասխանում է հակադարձ մեղադրանքներով։ Դրա համար մեղադրողները պետք է այնպիսի մարդիկ լինեն, որ կարողանան մեղադրանքները ներկայացնել։ Եթե դու քեզ ասում են, որ Սևանի առանձնատունը ոնց ես կառուցել, բայց դու ուզում ես ինչ-որ բան մեղադրես, պետք է մտ հիշես, իրոք այդ Սևանի առանձնատունը ոնց է կառուցել։ Պարոն Բաբյան, ստեղծված իրավիճակում Վարդան Օսկանյանը երեք ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ, անդրադարձել էր իմպիչմենտին եւ բավական ուշագրավ հայտարարություններ արել, ուզում եմ անդրադառնանք դրան։ Ասում է Փաշինյանին աներկբայորեն իշխանության է բերել ժողովուրդը։ Վարդան Օսկանյանը, ես կարծում եմ, տարիքից ելնելով եւ իր հնարավոր է իրավիճակից միգուցե ելնելով մի քիչ կտրվել է adekvatությունից եւ կարդացել եմ, նույնիսկ անդրադարձել եմ, գտնում եմ, որ իր հայտարարությունները զավեշտալ են ուղղակի։ Չեմ ուզում շատ խորանալ եւ գնահատականներ տալ Վարդան Օսկանյանի գրառմանը, որովհետեւ տենց մեր երկրի կարևորագույն հարցերից մեկը չի հաստատ իր գրառումը կամ ընդհանրապես իր ասածը, որովհետեւ Վարդան Օսկանյանը, որ այսօր մասնակցի որևէ գյուղապետի նույնիսկ ընտրության, ես կասկածում եմ, որ, չգիտեմ, մի ընտանիքից ավել մարդ կարող է իրան ձայն տալ։ Այնց որ նման մարդկանց այսօր քննարկել կամ մեկնաբանել չեմ ցանկանում, բայց ասում եմ ինքը կորցրել է adekvatությունը, որովհետև ինքը այնպիսի երեք այդ արտահայտություններ էր անում, որը ռեալ չի, էլի, ասենց ասեմ։ Որտեղից է այդ համոզմունքը, որ արտաքին ուժեր, երրորդ ուժեր չեն եղել Փաշինյանին բերելու։ Համոզմունք փնտրում։ Այսօր ով ինչ ուզում խոսում է։ Ինչ համոզմունք իմաց։ Այսօր ով ինչ ուզում խոսում է։ Հիմա ես է կարող եմ ձեր մոտ ինչ ուզում խոսեմ։ Այսինքն դա դարձել է տրենդ։ Ես կարող եմ ասել, մենք այսօր հիմա Երևանում չենք նստած, իրականում մենք նստած ենք Լոս Անջելեսում։ Ու ես զապատուցեմ, որ դա այդպես է։ Ու մարդիկ էլ նայեն, ասեն, դա ճիշտ է ասում, էլի։ Հասկանաք ուր եք մենք հասել։ Այսինքն սпасել adekvatություն, լրջություն, մեկնաբանել, լսել, վերլուծել, դա անիմաստ է այսօր։ Այսօր ով ինչ կարում է ասում, ով ինչ ուզում է ասում։ Ով հայհոյում է կամ վիրավորում է մարդկանց, չունի դրա պատասխանները։ Ինքը ուղղակի ասում է։ Նույն ձևեր քաղաքական գործունեության մեջ տարբեր բաներ են ասում, որի պատասխանները մարդիկ չունեն։ Կամ խելքների ինչպիսի խոսում են։ Հիմա ամեն լուրջ մարդ պետք է նստի այդ խելքների փչացը մեկնաբանի, թող գրեն, թող խոսեն իրենց խնդիրը։ Էլի եմ կրկնում։ Այդ մարդիկ քանի ձայն կստանան մեր երկրում այսօր իրենց տեխնացիոնը դնեն։ Դրա համար չեն ուզում իմպիչմենտի գործընթաց սկսվի ու այսպես ասած դոշով պայքարվում են դրա դեմ մի շարք զարմանալիորեն ընդդիմադիր падգամավորներ նույնիսկ հանդես եկան հայտարարություններով եթե իմպիչմենտը չանեն ինչ են նայեք Հայաստան Դաշինքից Սերան Օհանյանը տեսակ ինչ օրը անգավ այն օրը վարչապետի հա այդ բանի ժամանակ խոսք հարց ու պատասխանի ժամանակ ասած կոռուպցիոներ ֆրանց հետ գնաց դրանով ավարտեց Նույնի բաներ ա եղել իր հետ կապված ինքն էլ այդ ֆրակցիայի ղեկավարն է, այսինքն ինքը գեներալի ուսադիրներով անձնավորություն լինելով, անցնելով լուրջ ճանապարհ, այսօր չի կարողանում իր դիրքերը պահել խորհրդարանում։ Նման դեպքերում կամ լքում են քաղաքական դաշտը, կամ, չգիտեմ, քայլեր են ձեռնարկում։ Այդ մարդը համաձայն է, գիտեք, նստի տեղ, կան իր վրա գոռան, կան ինչ-որ քաշքշեն, կան ինչ-որ բաներ խոսան, հա, ինքն էլ նստի։ Բայց դա մի կողմ Ինքը այդ դեպքերից մի օր առաջ ասում է հիմքեր չկան իմպիչմենտի։ Այո։ Հիմա նայեք, իրանց համար գուցե հիմքեր չկան։ Ինչի համար չկա, որտեղ նայեք։
Իրենց խնդիրը որն է, դրա մասին ասել եմ։ Իրենց խնդիրը պահպանել իրենց մանդատները եւ լինել թիվ 1 ընդդիմությունը Հայաստանում։ Իրենց խնդիրը իշխանափոխությունը չի։ Եթե իրենց խնդիրը իշխանափոխությունն է, հետեւաբար ով ուզում է բերի այդ իմպիչմենտի հարցը, դա կլինի Նարեկ Մալյանը, դա կլինի Էդգար Ղազարյանը, դա կլինի մի այլ մարդ, դա կլինի նույնիսկ Հովիկ Աղազարյանը, կապ չունի, հա, ընդդիմություն ես, ընդդիմության առաջի խնդիրը ո՞րն է քաղաքականությունում։ Իշխանափոխությունը։ Եթե դու ընդդիմություն ես, հետեւաբար դու ձգտում ես իշխանափոխության, գալ իշխանության եւ փոխել վիճակը ըստ քո ծրագրերի։ Սա քաղաքագիտության ֆակուլտետում սովորող առաջի կուրսի ուսանողի շարքային գիտելիքներից է։ Եթե դու կուսակցություն ես ստեղծում, դու չես կարող ասել, գիտեք, ես կուսակցություն եմ ստեղծել, բայց ես չեմ ուզում գամ իշխանության։ Ես ուզում եմ ուղղակի կուսակցություն ստեղծել։ Կուսակցության նպատակը իշխանության ձգտումն ու իշխանության գալն է։ Հիմա նույնն էլ ընդդիմության գործունեությունը անվստահություն հայտնելն է, եթե այդ գործիքակազմը կա, աշխարհը այդ դրա վրա է կառուցված նամանավան պարլամենտական երկրներում։ Մենք պարլամենտական երկիր ենք եւ 6 ամիսը մենք կարող ենք անվստահություն հայտնել վարչապետին։ Վարչապետը պետք է այնքան ուժեղ լինի, որ դիմակայի այդ անվստահության գործընթացն է։ Մեր սահմանադրությունում դա նախատեսված է։ Հերիք չի որ 4 տարի մարդկանց էլ փողոցներում պտտեցին, էլ City Tour արեցին, էլ ֆանարիկ շոու արեցին, էլ չգիտեմ սրբազան շոու արեցին։ Մի շարք բաներ։ Վերջում եկավ հասավ մի հատ իրավիճակ, հիմա ասում են Ժորժ ջան, լավ, եկեք ստորագրությունները դնենք մտցնենք օրակարգ, հետո կորոշենք ոնց ենք անում։ Մի հատ էս քայլել անում։ Անդորում նախապայմաններից մեկը հենց փողոցային ճնշումն էր, պարոն Բաբայան, մենք տեսել ենք այս վերջին 4 տարի ընթացքում բազմաթիվ փողոցային ճնշումներ, ինչի է ժամանակ չնախաձեռնեցին։ Ասենք 10,000 մարդ հիմա եկել է, ուրեմն Բաղրամյան պողոտայում կանգնել է եւ պահանջում է իմպիչմենտ։ Դա հանրապետության ողջ բնակչությունն է։ Կարող 1 միլիոն, վաղ է կարող ասեմ, դե 1 միլիոն մարդ որ չգա, այտենց բանով կարա մենակ ասի։ Տենց բան ասում է մենակ իշխանությունը, որտեղ եթե դու իշխանության խոսես, ինքը քո առաջ կդնի այդ հարցը, կասի, այս նոր ինչ ասացի, կասի, դե իմ այդ 10,000 հոգին ու Հայաստանի որոշողը չի, մեզ ընտրել է օրինակ, չգիտեմ, 400,000 մարդ կամ 300,000 մարդ։ Հիմա կասի գնացեք ուրեմն բան արեք, մի 300,000 մարդ բերեք փողոց, որ նոր մեկ մտածենք իմպիչմենտը լուրջ է, դուք ասում թե չէ, ուրա ձեր հենարանը։ Դա ծիծաղալու է, այսինքն դրա մասին նույնիսկ խոսել պետք չի։ Եվ դա ասում է այն ընդդիմությունը, որը գնում էր կրելու։ Դա ասում է այն ընդդիմությունը, որը ասում է հրապարակները ազատ է, գնացեք ինչ ուզում եք արեք, ինչ եք մեզ թիրախավորում։ Ու ասում է այն ընդդիմությունը, որը ասում է մենք 26 թվին գալու ենք իշխանության։ Ինչով եք գալու իշխանության, որ այսօր դուք խորհրդարանում նստած չեք օգտվում այդ գործիքակազմից։ Կամ ինչով է անլուրջ իմպիչմենտի գործընթացը, ես չեմ հասկանում։ Ինչով է անլուրջ։ Որովհետև ԿՊ-ից չկան անհրաժեշտ падգամավորներ, ովքեր կստորագրեն եւ այս նախաձեռնությունը կունենա հաջողություն։ Եթե ԿՊ-ից միանգամից լիներ անհրաժեշտ ստորագրություններ եւ անհրաժեշտ քանակ, նոր սկսվեր այս ամեն ինչը, այս գործընթացը չէր հասցնի սկսեր։ Իշխանությունը կփոխվեր։ Եվ ոչ մի իմպիչմենտ աշխարհում, դրա համար պետք է գոնե մի երկու գիրք կարդալ, մի երկու պատմություն կարդալ, մի հատ տեսնել ուժ երկրներում, օրինակ հաջողված իմպիչմենտի փորձերը, որ եղել են կամ չհաջողված, հա, ոնց այդ գործընթացը գնաց, այսինքն դες բոլորը 100 հոգուց 80-ը արդեն կողմ են եղել, նոր վերեմցրել են խորհրդարան այդ օրինագիծը, թե սпасել են 1 միլիոն մարդ հրապարակում հավաքվի նոր բերի։ Սա աբսուրդային խոսակցություններ են եւ ելի եմ կրկնում քաղաքագիտության ամբիոնի կամ ֆակուլտետի սովորող առաջի կուրսի ուսանողները կարան սա հասկանան եւ իմանան։ Դրա համար իմ համար զավեշտալի են այս բաները եւ կարծում եմ, որ այս շոուները, որոնք հիմա տեղի են ունենում, բավականին կբարձրացնեն, կփորձեն, հա, փրկել իրենց վարկանիշը կամ իրենց բանը, դիմակը, որ չպատրվի, որովհետեւ այս փաստ է, որ բերում են ասում են ստորագրի, ասում է չէ, չկա հիմքեր։ Եղբայր, բա որ հիմքեր չկա։ Դու այդ ժամանակից չէիր խոսում 4 տարի։ Բա դուք ընտրվելուց ասում եք մենք օրը արև չենք տալու Նիկոլ Փաշինյանին։ Մստացվեց որ օրել տվեցիք, արևել տվեցիք։ Հələ մի հատ էլ իրան պահելով ուզում եք իշխանությունը ձեր օրենսդիր մարնում մանդատները որ Փաշինյանի անվտանգության բարձիկ այսօր նաև խորհրդանական ընդդիմությունն է։ Ընդդիմության մի մասը, այո, իհարկե, ինչու ոչ։ Նույնիսկ ես կասկածում եմ, որ նույնիսկ եթե իրոք որոշում կայացվեր, որ պետք է միանալ, այդ ամբողջական կազմը միանար։ Այնտեղ կան падգամավորներ, որ բացահայտ դեմ են արտահայտվում
այն ամեն ինչի մասին մենք խոսում ենք։ Պարոն Բաբայան, եթե impeachment-ը, այսպես ասած, անլուրջ է, վատն է եւ այլն, եւ հույսը 26 թվականի ընտրություններն է, որտեղից անգերաշխիքը, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանը չի վերարտադրվի, որովհետեւ նույն Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ինքը դեմ է, հա, անձնային հարցեր կան, սկզբունքներ, ամբիցիաներ կան եւ այս միավորումներին քաղաքական ուժերի առհասարակ դեմ։ Շատ ճիշտ բան ասացիք, նայեք, ընդհանուր առմամբ իրենք ինչ են ասում են մենք չենք ուզում, որ անլրջանա գործընթացը կամ իրանք ասում են մենք գտնում ենք, որ ընտրություններով մենք կհաղթենք։ Էդ էլ հասկացանք։ Իրանք տենց են գտնում, դա իրենց բանն է, կարծիքն է եւ նորմալ է, այդ մարդիկ տենց են կարծում, բայց այդտեղ մի ուրիշ բան էլ կա։ Իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են հետեւյալը. ինչ վստահ եք, որ այս գործընթացը տեղի կունենա քուսակվի հաջողությամբ։ Հիմա ես իրենց եմ հարց տալի։ Բա դուք ինչ վստահ եք, որ ձեր հանրահավաքները հաջողությամբ քուսակվի, որ մարդկանց ծեծում էին, ջարդում էին, ձերբակալում էին, ճակատագրեր էր խեղվում վերջով, մարդիկ ջահել գնացին ընկան, ասենք, ոստիկանություն, դատարաններ, քրեական գործեր։ 21 թվականի ընտրություններին եք ասում։ Չէ, փողոցային շարժումների մասին եմ ասում։ Այդ նույն մարդիկ չեն համակարգել այդ շարժումները։ Բայց մարդիկ այն ժամանակ վստահ էին, որ իրենք հաղթելու են, որ իրենց երիտասարդներն օրինակ մղում էին, հա, կարմիր բերետավորների դեմ։ Իրենք վստահ էին, որ իրենք հաղթելու են, որ մասնակցեցին 21 թվականի ընտրություններին։ Իրենք ինչի վրա են վստահ։ Քաղաքականության մեջ չկա տենց բան։ Ոչ մի բանի վրա դու չես կարող տենց վստահ գնալ։ Դու կարող ես հավատալ քո հաջողությանը, կարող ես վստահել ինքդ քեզ, բայց որ վստահ լինել, որ քո այս կամ այն ծրագիրը 100%-անոց հաջողության է փսակվելու, դա առնվազն կարող է մենակ Նոստրադամուսը լինես, որ տես բան ասես։ Դրա համար ես կարծում եմ դա էլ ինչ որ մի տակտիկա է, որ իրենք որդեգրել են ու բավականին անհաջող եւ երևացող էլի, այսինքն չեն կարող թաքցնել դա արդեն երևում է։ Հիմա ձեր տեսլականը, ձեր կուսակցության, որն է 26 թվականի ընտրությունների հետ կապված։ Բավականին բարդ հարց եք տալի։ Չեմ կարող այսօր պատասխանել, բայց Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ միավորվելը սխալ է եւ ըստ էության իրենք առանձին կգնան։ Նախ պետք է հասկանալ իրենց հետ ով է միավորվելու կամ որ մի հատ էլ միավորվելը սխալ է։ Ամեն մարդ ես միշտ ասել եմ, քաղաքական դաշտում պետք է միավորվի իր արժեքները կրող մարդկանց հետ, դա է ճիշտը, եթե գնում ես ընտրությունների եւ ուզում ես հաղթես այդ ընտրություններում, իսկ միավորվել չմիավորվելու հարցը ես կարծում եմ, որ շատ դեպի աշնան կողմ արդեն կգնա քննարկումները, բլոգեր, հա, դաշինքներ, ցուցակներ, ով ոնց, ինչ ձև, այս բանը մի քիչ բարդ է ասել, բայց համենայն դեպս մեր կուսակցությունը անպայման մասնակցելու է եւ մենք եթե ընտրություններ լինի, ինչի պետք է չմասնակցենք, դրա լոգիկան ո՞րն է չմասնակցելու։ Իսկ եթե մինչև ընտրությունները ինչ որ գործընթացներ կլինեն, մենք միշտ էլ մասնակցելու ենք, միշտ պատրաստ ենք։ Մինչև 26 թվականը նույնիսկ մի թաղապետի, ով ուղիղ եթերում ծեծում էր քաղաքացուն, պարոն Բաբայան, չկարողացան աշխատանքից ազատել մի ողջ ընդդիմություն բարձրաձայնելով, ասելով։ Հիմա որևէ հույս կա, որ մինչև 26 թիվը հնարավոր է լինելու ազատվել Փաշինյանից։ Ոչ, ես չեմ տեսնում այդ բանը, հա, ոնց ասեմ, այս բան չի երևում, եւ ռեալ չի, էլի մարդկանց պետք չի խաբել։ Ինչով է ազատվելու։ Միակ տարբերակը ազատվելու եւ միակ տարբերակը, որ այսօր կարելի է գործածել, գործիքակազմը, որը սահմանադրությամբ է նախատեսված, որի հնարավորությունները massամբ ունի ընդդիմություն, դա impeachment-ն է։ Այո, կա այդ մի կետը։ Այլ բան այսօր դաշտում չի երևում։ Այլ բան ասողները, չգիտեմ, անռեալ բաներ են ասում էլի։ Ընդ որում Երևանի ավականիում, որտեղ ձայների մեծամասնությունը խիստ հարաբերական է եւ այնտեղ ավելի հնարավոր է գործընթաց անել, այնտեղ էլ ոչինչ չի նախաձեռվում Ավինյանի դեմ եւ վերջերս մենք տեսանք Երևանում թե ինչ թոզուդումաներ տեղի ունեցել ու դուք հիշեցել եք, որ կանաչ Երևան կարգախոսով եք հանդես գալիս ընտրություններին։ Էս էլ է Վարդան Օսկանյանի ասած ժողովրդի ընտրությունը։ Դե փաստորեն էլի տենց է ստացվում, դրա համար ես էլ եմ կրկնում, մեզ լսողները պետք է նաև հասկանան մարդկանց հետագիծը, հա, ով որտեղ է եղել, ով ինչ է ասել եւ ինչով է զբաղվել։ Լավ օրինակ բերեցիք 18 թվականին մեզ ընտրելու փոխարեն ընտրեցին Հայկ Մարությյանին, որը հայտնի էր միայն իր կատակերգություններով կամ այսպես ասած, հա, կլոունադայով, մենք կոնկրետ էկոլոգիական ծրագիր էինք առաջարկում Երևան քաղաքին։ Բայց քանի որ մարդիկ
ընտրում էին Նիկոլ Փաշինյանին, ընտրեցին Հայկ Մարությյանին։ Եվ այսօր այդ հողու փոշին, որ գալիս է իրանց վրա, իրենք թող հիշեն 18 թվականին մեծ ծրագիրը։ Ինչի համար ենք մենք ասում, որ Երևանը գնում է անապատացման, որ հա շատ խնդիրներ կան, լիֆտի խնդիրը, կռիչի խնդիրը, չգիտեմ, ասֆալտի խնդիրը, այսպես մենք ունենք խնդիր, մենք օդ ենք շնչում բոլորս, ապրում ենք այս քաղաքում, մենք գոնե 5 տարի ժամանակ է պետք, որ մի հատ էկոլոգիական ռեստարտ արվի։ Այս 7 տարվա մեջ քան է ծառեն տնկեբացի սակուրաներից գնացեք հարցրեք։ Մի խոսքով մեր երկում այնքան խնդիր կա, որ այս հարցերի մասին խոսալը մի քիչ արդեն երևի թե ակտուալ չի արդեն, էլի։ Պարոն Բաբայան, իսկ արտաքին ազդակների հետ կապված ինչ կասեք, մենք տեսանք Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի արդյունքը լուսանկարներ, հա, մի ձեռքսեղմում Վլադիմիր Պուտինի հետ։ Ինչ է այս ամենը նշանակում, ինչ շահեց Նիկոլ Փաշինյանը հրավիրել են Մոսկվա, պետք է ձեռքսեղմում է լինի, հանդիպում է լինի, հիմա Արան ջան, գոյություն ունի պետական էտիկետ եւ երբ որ գնում ես օրակարգ բնականաբար պետք է հանդիպել եւ պետք է բարևել եւ շփվել, բայց դա դեռևս որևէ քաղաքական ինչ որ բաներ պետք չի դրանց եզրակացնել, էլի։ Եվ այս կողմից եւ այն կողմից։ Դա բավականին բարդ բան է, ես չեմ ուզում անլուրջ երևալ եւ այն մարդկանց նմանվել, ովքեր որ քաղաքական առաջիկա իրադարձությունների մասին գնահատական են տալի Նիկոլ Փաշինյանի նստած աթոռի կամ դիրքի կամ գլխարկի կամ չգիտեմ ինչ որ մի պահվածքի մասին, որովհետև քաղաքականությունը շատ ավելի լուրջ բան է, քան որ մեր քաղաքացիների մի մասը անդադ այդ հարցերը քննարկում ու խոսում է, հա։ Նույնիսկ քաղաքականության մեջ կա այսպիսի բան, որ կարող են այդ առաջի հայացքից ոչ ջերմ բարևներ ունեցող քաղաքական գործիչները կամ պետական այրերը կամ ղեկավարները շատ ավելի լուրջ հարցեր համագործակցեն, իրար հետ լուծեն, քան շատ ջերմ ցույց տան, որ ինչ որ հարաբերություններ կա, բայց իրականում լինի շատ լուրջ խնդիրներ։ Սրանք շատ թաքնված թեմաներ են եւ դրա մեջ մտնելը ու լուրջ դեմքով, հա, խոսել, որ այ գիտեք, որ ինքը նստել ցենց էր նայում, ուրեմն 4 ամսից է գնալուց, եթե սենց էր նստել, ուրեմն 3 ամսից է գնալու, դա դեմ կրկնում նույն այն անլուրջ խոսակցություններն են, որ այս 7 տարի կա եւ հələ 7 տարի կարող է շարունակվել։ Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանը գնում է Մոսկվա, մասնակցում 80-ամյակի շքերթին, դրան զուգահեռ հանրային հեռուստատեսության եթերում Արծրուն Հովհաննիսյան օպերացիան է, հա, իրականացում, որ հայրենական պատերազմում այսինչը սխալ էր, միֆ էր, Ստալինգրադի ճակատամարտով չի կանխվեց ցեղասպանությունը, սա էլ է միֆ եւ այլն եւ այլն։ Արծրուն Հովհաննիսյանը ինքը նոր չի հայտնի իր դիրքորոշումները, ես զարմանում եմ, որ այդ հարցը այդքան քննարկման առարկա դարձավ։ Հիմա այնտեղ ես որ գնում եմ հանրային հեռուստատեսություն բանավեճի, շատ կներեք իմ դիմացի մարդիկ ասում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մեր թշնամին է։ Պատգամավորներից մեկն է, բական 3 հայտարարել այդ մասին, որ բայց նույն հանրային հեռուստատեսությունը ինձ էլ է հրավիրում եւ ես գնում եմ ու ասում եմ, որ տենց բան չկա։ Հետևաբար ես կարծում եմ պետք է ոչ թե թիրախավորել հանրային հեռուստատեսությունը, այլ թիրախավորել տվյալ մարդկանց, այսինքն խոսել այդ մարդկանց մասին, որոնք անիմաստ բաներ են խոսում, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը ո՞ս կարող է մեր թշնամին լինել։ Հիմա թե այդ մարդիկ տենց են մտածում, խոսում են, թե ինչ որ պատվեր են կատարում կամ ինչ որտեղ իրենք ինչ որ բաներ են ակնկալում դա ասել, դա իրենց խնդիրն է, բայց մենք ունենք մեր կարծիքը, ես վստահ եմ, որ մեր հասարակության մեծամասնությունը նման կարծիք չունի։ Իսկ ինչ վերաբերում այլ եմ ասում հանրային հեռուստատեսության քննարկումներին, այնտեղ տարբեր կարծիքներ են հնչում, այդ թվում մեր կարծիքն է հնչում։ Հարցը հետեւյալն է, հա, որ եթե Արծրուն Հովհաննիսյանն է այսպես ասում, ԿՊ պատգամավորներն են այսպես ասում, Հայկական ժամանակ, հանրային եւ այլն, պարոն Բաբայան, սա նշանակում է Նիկոլ Փաշինյանը կոմպլիմենտար քաղաքականություն է վարում, թե ուր է գնում ի վերջո, ուր է տանում երկիրը։ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 խնդիրը իր իշխանության պահպանությունն է։ Եվ իր համար հեչ կարևոր չի ինքը ուր է տանում։ Կարևորը իր իշխանությունը պահպանվի, այսքան 7 տարիները ձեզ փորձ չեղավ դրա համար։ Ափսոսում եք այս 7 տարիներին ձեր պայքարի համար, որ պարզվեց բոլոր ընդդիմադիրների նպատակը Նիկոլ Փաշինյանի նոր առաջերացումը չէր։ Ոչ բոլոր, բայց ես երբեք չեմ ափսոսում, ես այս 7 տարիների ընթացքում, այս 7 տարիները իմ պայքարի 7 տարիներն են եղել, ես հպարտ եմ այդ 7 տարիներով եւ բաց ճակատով կարող եմ խոսել, որտեղ ի տարբերություն շատ-շատերի ես երբեք չեմ խաբել մարդկանց, ես ասել եմ ինչ մտածել եմ, շատ անգամ այդ նույն ընդդիմադիրների կողմից բավականին թիրախավորվել բացասական եմ, հա, բացասական բաների եմ
արժանացել, բայց ես ճիշտն եմ ասել եւ կարծում եմ այսուհետ մարդիկ թող իրենք մի հատ էլ եզրակացություն անեն, մենք ինչ էինք ասում, մյուսները ինչ էին ասում։ Գուցե ժամանակն է, որ մաղով մի հատ ընդդիմադիր դաշտ անցկացնել, որ նոր անցնել Նիկոլ Փաշինյանը։ Ժամանակը ինքը բոլորին մաղով անցկացնում է։ Ժամանակը եւ իշխանությանը եւ ընդդիմությանը ժամանակը բերում ով որտեղ պետք է լինի, այդ տեղում դնում է։ Ես վստահ եմ, որ ժամանակը բոլոր հարցերի պատասխանները տվել է, տալիս է եւ տալու է։ Մտավախություն չունեք, որ ժողովուրդը ի վերջո ընդդիմությունից էլ է հիասթափվելու։ Իսկ ով է ընդդիմությունը։ Մենք պետք է դրանից խոսենք։ Ով է ընդդիմությունը։ Ընդդիմություն միասնական հասկացողություն գոյություն չի ունեցել եւ չկա եւ չէ լինելու։ Գոյություն են անհատներ, միֆը դա էր փաստորեն։ կուսակցություններ, քաղաքական ուժեր, մարդիկ, չանշանակում ընդդիմություն։ Ամեն մարդ, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանին, ինքը ասում է ընդդիմություն եմ, բայց այդ նույն մարդը կարող է ինչ-որ ուրիշ բան անել, որը հետ չի տեղավորվում այդ ընդդիմության լինելու մեջ, չէ՞։ Նույնն էլ իշխանության մեջ, հիմա իշխանության մեջ որ բոլորը նույն բանը չեն ասում, ինչ-որ մարդիկ կան, չէ՞, ուրիշ բաներ են ասում։ Հենց որ պետք է նայենք, էլի, այստեղ մարդկանցով պետք է որոշենք, ոչ թե ընդդիմություն կամ իշխանություն։ Իշխանությունը ով է։ Նիկոլ Փաշինյանն է։ Չէ, ասենք հիմա ինչ որ միտեղ վարչության պետին ասում ես դու ինքը իշխանություն ես, բայց կա պարզվի այդ մարդը, չգիտեմ, 30 տարի այդ նույն տեղում որտեղ արդեն Հակոբ Արշակյանն է հոխորտում ամբիոնից, մենակ ինչի Նիկոլ Փաշինյանը։ Ես էլ եմ կրկնում, իրենք ինչ անում են այս իշխանությունը խորհրդարանում, իրենք ունեն դրա անելու հնարավորությունը։ Եթե չունենային, իրենք դա չէին անի։ Եվ այդ հնարավորությունը տալիս է ընդդիմությունը։ Այո։ Ոչ թե տալիս էլ տվել է արդեն։ Դա փաստ է եւ այդ փաստի հետ պետք է հաշվի նստել։ Մենք ունենք այնպիսի ընդդիմություն, որ տվել է այդ հնարավորությունը իշխանությանը, որ իրենք տենց խոսեն։ Այդքան բան։ Ես չեմ ընդեղ նստած, իրենք են նստած, թող իրենք որոշեն, ինչ ասեն։ Շնորհակալ եմ հետաքրքրության համար։ Շնորհակալ։